Պարոն Արշակյան, Նիկոլ Փաշինյանը նոր առաջարկ է արել Ալիևին, ասում է երկուստեք հրաժարվենք վերադարձի մասին խոսակցություններից, որովհետև դրանք վտանգավոր են։ Ադրբեջանցիներին առաջարկում է այսպես կոչված ճակերտավոր արևմտյան Ադրբեջան վերադարձի թեման մոռանալ, այդ մասին չխոսել։ Հայաստանում էլ ասում է մոռացեք Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, որովհետև ըստ Նիկոլ Փաշինյանի այդ խոսակցությունները վտանգում են խաղաղությունը։ Խոսակցությունները, հետո թղթերը, հետո կգա պողպատը ու կգա արունը։ Դա ճիշտ է դա։ Խոսակցությունը հենց այնպես, եթե խոսակցությունը հենց այնպես, չարժի հենց այնպես խոսել։ Այդ մակարդակում երկրի ղեկավարը հենց այնպես չի ասում, նշանակում է դրա թիկունքում կա ծրագիր, ծրագիրը սկզբից թղթով, չէ, խոսակցություն, թուղթ, ես չգիտեմ ինչու ծեզվի թղթեր կլինեն, ասենք Նադիր Շահի կամ Շահ Աբասի արխիվները, թե Տիգրան Մեծի, Արտաշեսի, Բագրատունիների արխիվները պետք է Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին խոսակցությունները վտանգում են խաղաղությունը, թե ոչ։ Իհարկե վտանգում են։ Վերադարձի մի ձև կա, արյուն եւ պողպատ։ Ես Բիսմարկին եմ մեջբերում։ Չէ, իրենց իրավունքը Արցախահայերի վերականգնելու իրավունքը արյամբ եւ պողպատով է ամրապնդվում։ Մնացածը խոսակցություններ են ըստ Բիսմարկի, դատարկախոսություն է, եթե թիկունքում չկա պողպատը եւ անձնազոհ անձնակազմը լիարժեք ժամանակակից զենքը, սպառազինությունը, զինամթերքը եւ անձնազոհ զինվորականությունը քաղաքացիների հետ միասին, ուրեմն դա խոսակցություն է, որ չարժե։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանին էլ է դա վերաբերում, դա միայն մեր խնդիրը չի։ Մենք չենք կարող այսօր պողպատ եւ արուն օգտագործել, դա չի կարող անել նաեւ Ադրբեջանը։ Նա էլ չունի ռեսուրս, արյուն եւ պողպատ չունի։ Միջազգային իրավունքի տեսանկյունից հնարավոր չի Արցախահայերի վերադարձի հարցը լուծել, որ Նիկոլ Փաշինյանը փակել է տալիս թեման։ Նիկոլ Փաշինյանը չի փակել։ Դա փակվել է Լենինն ու Աթաթուրքն են փակել։ Վերջում դա փակեց Վլադիմիր Պուտինը։ Նիկոլ Փաշինյանը զոհն է, ճիշտ այնպես ինչպես ես եւ դուք եւ մեր հարգարժան հետևորդները։ Մենք զոհ ենք, ճիշտ այնպես ինչպես Ղարսը տարան, այդպես էլ Նախիջևանը տարան, այդպես էլ Արցախը տարան։ Դե խոսի ասի չէ, միջազգային իրավունքի տեսանկյունից պետք է գնան ապրեն այնտեղ։ Այո, ես ասում եմ, խոսել չարժի, եթե քո թիկունքում պողպատ եւ արյուն չկա։ Խոսել հենց այնպես խոսել, երկրի ղեկավարը հենց այնպես խոսելու իրավունք չունի, դա դատարկախոսություն է այլ մակարդակի մարդկանց համար։ Հենց որ խոսեցիր, պետք է զորքերդ սահմանն անցնեն։ Հետելազորը պետք է անցնի սահմանը։ Դա կարող է նաև հակակշիռ լինել այստեղ հեկատվական պատերազմում Ալիևի արևմտյան Ադրբեջան վերադարձի խոսույթին, ոչ թե, իսկ մեր երկրում ասում են մի խոսացեք այդ մասին։ Այնտեղ էլ պետք է ասեն մի խոսացեք դրա մասին, թե չէ կկորցնեք նաև ունեցածը։ Այդպիսի խնդիր կա։ Եթե մենք չունենք ռեսուրսներ։ Բայց ես ինչ սովորություն է Նիկոլ Փաշինյանի մոտ մարդկանց հայ ժողովրդին պատերազմով վախեցնել, ասում է հենց Արցախի վերադարձի մասին խոսացիք, պատերազմ զոհեր կլինեն, ասում է ոսկե պարեր գնացել, ասում էր կամ մենք բան ենք անում, այս քայլին գնում ենք, կամ էլ մի շաբաթից հետո պատերազմը սկսում, հետո չգաք Երևան կառավարության դռների մոտ, ասեք, այս ինչ եղավ մեր գլուխը, սա ինչ գործելավոճ է։ Տվյալ դեպքում դասական է, հայրենասիրական է, հայկական է, ավանդական է։ Մեզ բոլորիս դարեր շարունակ վախի մեջ են պահում։ Մերոնք։ Ուրեմն ասեմ, որ այստեղ Նիկոլ Փաշինյանին պետք է ասենք ավանդապաշտ։ Ճիշտ այնպես, ինչպես անում են հիմա մեր հանրային ակտիվիստները, բոլորն էլ մեզ վախացնում են։ Անդադ վախացնում են։ Վախը դարձել է ապրանք, բոլորը վաճառում են, Նիկոլ Փաշինյանն էլ դրանով զբաղվում ձեռի հետ։ Ասում է, որ ես գիտեք, զենք զինամթերք միջազգային անվտանգության համակարգ եմ կազմակերպում, գնացի Գերմանիա, Ֆրանսիա ընդհանրապես ջրի ճանապարհ է, երբ պետք լինի գնանք Ֆրանսիա,
Այսինքն դա արտաքին աջակցության, այսինքն Հայաստանի համար մենք ապահովում ենք մեր դաշնակիցների աջակցությունը, բայց ձեռը հետ էլ ասում է, բայց զգուշ եղեք, էլի հանկարծ բան անենք կսկսվի։ Ես կարծում եմ, որ պետք չի վախեցնել մեզ։ Մեր վախը չափված է վաղուց։ Պետք չի վախեցնել, ընդհակառակը հարկավոր է ոգևորել, աջակցել, խրախուսել ստեղծագործական ուժերին, արժանապատվությանը, ընդհանրապես ինքնավստահություն ներշնչել։ Ես այդ իմաստով կարծում եմ, որ շատ դասական բան է, վախացնենք, հայ ժողովրդին վախացրեք։ Դե Նիկոլ Փաշինյանն է վախացնում։ Դե մենակ Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ բան կա, այդ միթիզականներից թե ոչ միթիզականությունը հայհոյում են, հայրենասիրությունը հանցագործություն է, անձնազոհությունը անմտություն։ Տեսեք ինչեր են ասում, տեսեք ինչ ստորագրություններ կան, այդ վախի տակ կոլեկտիվներ կան, որ ստորագրում են, վախացնում են նաև Նիկոլով վախացնում է պատերազմով, կան ուժեր, որ Նիկոլով են վախացնում մեզ, վախացնում են Ռոբերտով, Սերժիկով, այն նորերի մասին են մեր ձևերով, ընդհանրապես ձևերովներին անդադ վախացնում են, պետք չի վախացնել։ Ես չեմ ուզում ինձ վախացնեն, նախ ասեմ, պարզվում է, որ մենք չենք վախենում։ Դա է ամենակարևորը, եթե մենք չենք վախենում, ինչ եք ջանքեր թափում, ապարդյուն, մի վախացրեք, քաջալերեք, խրախուսեք։ Բայց վտանգավոր չէ Փաշինյանի այս գործելավոճային առումով, որ նա գոյություն չունեցող Արևմտյան Ադրբեջան վերադարձնու Լեռնային Ղարաբաղ իրական խնդիրը, վերադարձի իրական խնդիրը դնում է նույն հարթության վրա։ Բայց դուք ո՞նց եք ասում գոյություն չունեցող։ Արևմտյան Ադրբեջանը եղել Հայաստանի տարածքում։ Ընդհանրապես Հայաստան չի եղել է Իրան, Պարսկաստան։ Պարսկաստանի ղեկավարները եղել են թուրք էթնիկ։ Նրանք դա են բերում։ Դե Ադրբեջանն էլ չի եղել։ Դե չէ, տեսեք, Ադրբեջան չի եղել։ Ադրբեջանցին ասում են, քանի որ Սովետական միության ղեկավարը եղել է Յոսիֆ Ջուղաշվիլին, ուրեմն Սովետական միությունը Վրաստան էր։ Դա տրամաբանությունը դա է, ասում են, քանի որ Պարսկական իմպերիայի ղեկավարները եղել են թուրք, ուրեմն ինչ որ կա Պարսկաստանում դա մերն է։ Նրանք դա են ուզում։ Դուք կարծում եք միայն Արևելյան Ադրբեջանն, նրանք հարավային Ադրբեջան էլ ունեն։ Նրանք Թավրիզն են ուզում։ Բայց ես դրա համար եմ ասում, քարտեզը ո՞րն է հիմք ընդունում։ Ադրբեջանի հիմք է ընդունում օրինակ Շահ Աբասի քարտեզը։ Ասում է Շահ Աբասը ձեզ տեղափոխեց ապահով խորքային Պարսկաստան, Պարսկաստանի խորքերը, որ դուք ապահով աշխատեք, ապրեք բազմանակ։ Մեզ էլ բերեց ձեր ոչ ապահով վտանգավոր երկիրը, Երևանի խանություն եւ այլն։ Հիմա Շահ Աբասը բերել է, մենք էլ ասում ենք, հիմք ընդունելով Շահ Աբասի այսինչ այնինչ հրամանները, ասում ենք, որ Երևանի խանությունը Հայաստանի Հանրապետություն չի կարող լինել։ Ես ասում եմ, դա հիվանդություն է։ Հիվանդություն է։ Թուղթ է։ Եթե նրանց զորքերը ի վիճակի չեն այսօր հաղթահարելու ՆԱՏՕ-ի Գերմանիան եւ Ֆրանսիան Միացյալ Նահանգների հետ եւ Ռուսաստանը ի դեպ ընդհանրապես Մինսկի խումբը ասենք եթե ի վիճակի չի Ադրբեջանը հաղթահարել նրանց դիմադրությունը ուրեմն ավելորդություն է դատարկախոսություն Արևելյան Ադրբեջան ես կարծում եմ նա սխալ է անում մենք չպետք է դա օրակարգ բերենք խոսում են իրանք իրենց երկրում խոսում են հարկավոր է կանխարգելող միջոցառումներ անցկացնել օրինակ ինչ որ արեցինք մենք մի քանի առաջ Գերմանիայում շատ լավներ Գերմանիայում դե Գերմանիան ընդհանրապես բան է չէ մեր ուշադրության ես չգիտեմ որտեղ էր Գերմանիան իբր թե չենք նկատում հիմա լավ էր որ Գերմանիային էլ ներքաշեցինք մեր երկրի անվտանգության եւ պետության հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ունեցանք միջավայր ունեինք Ֆրանսիայի հետ, Վրաստանի հետ, Իրանի հետ, Ղազախստանի հետ, Ռուսաստանի,
Ամերիկայի հետ կիսատ բռատ, բայց դրանք ինչ են Դե տալիս։ մեկն ու մեկը կաշխատի էլի։ Ապահովության խնդիր կա։ Տարբեր զամբյուղների մեջ ենք տեղավորել մեր անվտանգության համակարգը, ես դրա համար Նիթող տավել ունեցա։ հավանություն եմ տալիս քաղաքականությանը Հայաստանի Հանրապետության իշխանությանը, ասում եմ, այո, ներգրավեք բոլորին։ Հայաստանի Հանրապետությունը կարևոր է։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը անդադար եղել է կարևոր։ Դուք հավանություն եք տալիս Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը։ Այո։ Համբուրգից Մոսկվա թռիչքներին էլ եք հավանություն տալիս։ Տեսեք ինչ կա, ես իր հնարավորությունների սահմանն եմ գնահատում։ Նիկոլ Փաշինյանի հնարավորությունները հենց այդպիսին են։ Ինքը չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի դերը։ Չի կարողանում։ Գուցե դա շատ լավ է։ Իսկ հնարավոր է, որ դա թուլության նշան է։ Հմտություն չունի, համոզիչ չի կարողանում համոզել Վլադիմիր Պուտինին, որ Ռուսաստանի շահերից բխում է աջակցել Հայաստանին։ Այնինքն դա երևի չի կարողանում անել։ Դրա համար գնում ներկայանում է։ Ես կարծում եմ, որ կգա ինչ-որ ժամանակ, եւ եղել են ժամանակներ, որ Հայաստանի կամ մարզի, օբլաստի, ռեսպուբլիկայի սովետական ղեկավարներին հաջողվել է Ռուսաստանի իշխանություններին համոզել, որ Հայաստանը կարևոր է Ռուսաստանի համար։ Ու Ռուսաստանից ստացել ենք աջակցություն։ Ատոմակայան, քիմիական արտոնաբերություն, լեզվի մասին օրենք, սահմանադրության մեջ ընդգծված։ Դա թվում է թե դատարկ բան է, բայց Հայաստանի, սովետական Հայաստանի ղեկավարությունը համոզեց Ռուսաստանին, որ անհրաժեշտ է, որ Հայաստանում պետական լեզուն լինի հայոց լեզուն։ Դա հաջողություն էր դա։ Կամ անհրաժեշտ է, որ Հայաստանում արտոնաբերությունը զարգանա։ Չլուծարվի, օրինակ կարել է Ֆիննական Հանրապետությունը լուծարվեց։ Գերմանական Հանրապետությունը Վոլգայի ափին նույնպես լուծարվեց։ Պատկերացնում եք, կար Գերմանական Հանրապետություն։ Ուրեմն մենոնք կարողացել են համոզել։ Ու այդպես Նիկոլ Փաշինյանը թող փորձի համոզել Վլադիմիր Պուտինին եւ ազդեցիկ այդ աշտարակներին, Մոսկվայի Կրեմլի աշտարակներին համոզի, որ Հայաստանը կարևոր է Ռուսաստանի համար։ Դեռևս կարևոր է։ Պարոն Արշակյան, Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնում կաթողիկոսին հեռացնելու իր գաղափարից։ Նա արդեն հայտարարել է, որ կաթողիկոսը օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի է ենթարկվում։ Սա արդյոք խնդրահարույց չէ նման բան ասել առանց փաստեր ներկայացնելու։ Այդ լեյտենանտի մասին չգիտեմ, դրա համար հարկավոր է լուստրացիա անել։ Քարտը դրեք սեղանին, մենք էլ նայենք, տեսնենք ով մականունը, գործառույթի նպատակը եւ այլն, հազար ցակի բաներ կան այդ ագենտների վերաբերյալ։ Հենց որ հայտարարեցիր, պետք է անպայման քարտը դնես սեղանին։ Դա մեկ, բայց ես նաեւ գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի մի իշխանություն, դա ժողովրդի իշխանությունն է։ Ժողովրդի կողմից ընտրված ազգային ժողովի իշխանությունն է։ Մեր երկիրը խորհրդարանական երկիր է, մեր մոտ մի իշխանություն կա, դա ազգային ժողովն է։ Ազգային ժողովը, օրինակ, ազգանուններով ասեմ, Ագնեսա Խամոյանը ընտրվել է, Լևոն Քոչարյանը ընտրվել է, լեգիտիմ է։ Եթե կաթողիկոսը, մենք սենց ասենք, հիմա չասենք նորին սուրբ, օծություն, Տեր, ամենայն հայոց, այդպես չասենք, իրավունքի, օրենքի լեզվով խոսենք, կրոնական կազմակերպության ղեկավարը չի կարող այլընտրանքային իշխանություն լինել Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն, դա ազգային ժողովն է։ Մնացած բոլոր կազմակերպությունները չեն կարող լինել այլընտրանք։ Օրենքը արգելում է դա։ Բայց ինչպես է դրսևորվում նրանց այլընտրանքային իշխանություն լինելը։ Որ լուծարման
կոչ է արել, ասենք կոչ է արել Խամոյան Ագնեսայից մանդատը հետ վերցնել, կոչ է արել Ռոբերտ Քոչարյանի մանդատը հետ վերցնել, Ով է կոչ արել։ կաթողիկոսը, Ինչով է կոչ կրոնական արել։ կազմակերպության ղեկավարը, էլ չասեն կաթողիկոս Ներսիսյան, Պողոսյան, Պետրոսյան, կրոնական կազմակերպության ղեկավարը կոչ է արել չեղյալ համարել Հայաստանի ժողովրդի ընտրությունը։ Այդ երկուսին առանձնապես այդ երկուսին հետ կանչել։ Ես կարծում եմ դրա իրավունքը չուներ կրոնական կազմակերպությունը ըստ ես համանadrությունը կարդացել եմ եւ ասել եմ ոչ։ Բայց երբ որ ընտրվել է արդեն ուրեմն որպես օրինապահ քաղաքացի արդեն ենթարկվում եմ այդ օրենքին։ Գիտեք, որ ասում էի ոչ այդ համանadrությունը խոտան է։ Ուրեմն ըստ համանadrության կրոնական կազմակերպությունը պետք է զբաղվի իր գործով, օրենքով սահմանված կարգով եւ իր կանոնադրությունով, իր նպատակներով։ Իրավունք չունի քաղաքականությունով զբաղվելու կրոնական կազմակերպությունը։ Ուրեմն ես մտածում եմ, որ ասում եմ, ձեր մոտ եմ ասել, էլի կարող եմ ասել, որ անգործության է մատնված Հայաստանի Հանրապետության իշխանությունը, արդարադատության նախարարությունը պետք է անպայման միջոցներ ձեռք առնել։ Չէ, գիտեք, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ օտար երկրյա գործակալ են, կաթողիկոսը, նրա եղբայրը զեկուցում են ամեն օր օտար պետության ծառայողի։ Դրա ապացույցներն ուր են։ Այո, ապացույցները պետք է լինեն։ Ես ասում եմ, մենք կողմնակի ապացույց ունենք, որ նա հակապետական գործունեություն է ծավալել, օրինակ հետ է կանչում Ագնեսա Խամոյանի մանդատը։ Ինչ իրավունք ունես։ Բա որ հրաժարական էր պահանջում։ Հա, վարչապետը կարող է հրաժարական տա եւ ձեր ասած Ագնեսա Խամոյանը եւ այն 100 քանի հոգին, որ պետական բյուջեից գրեթե ոչ մի բանի դիմաց աշխատավարձ են ստանում, նրանք նոր վարչապետ ընտրեն։ Դեմոկրատիան այդպիսի բան է ժողովրդավարությունը։ Ներկայությունը արդեն համարվում է աշխատանք։ Ես էլ եմ ափսոսում մեր փողերը։ Ես կարծում եմ, որ ոչ միայն նրանք ոչինչ չեն անում, նրանք վատ բան են անում։ Ինչ են անում։ Այ նրանք օրինակ չեն պահանջում կրոնական կազմակերպության լիցենզիայի հետ կանչը։ Այ Խամոյանը, Տիկին եւ Քոչարյանը, Լևոն Քոչարյանը պետք է պահանջեին, որ կրոնական կազմակերպության լիցենզիան հետ կանչվի, որտեղ իրենց աշխատանքից ուզում է ազատել։ Ես կարծում եմ այդպես է։ Իսկ որ հայտարարությունը արվել է, անպայման պետք է հենց արդարադատության նախարարությունը պետք է քարտը ագենտուրայի հավաքագրողը, նպատակը, մականունը, այդ բոլորը պետք է դրվի սեղանին։ Եթե դա չկա, ուրեմն նրանք պետք է դատի տան։ Եթե դա ճիշտ չի, ես քանի որ փորձառու եմ պաշտպանության եւ ներքին գործերի ազգային անվտանգության ծառայություն կոչված այդ Գերագույն խորհրդի հանձնաժողովում աշխատել եմ, գիտեմ, որ խայտարակ բաներ կան, որը չեմ կարող հիմա ձեզ ասել ագենտուրայի առումով շատ առերուհիտ հարգարժան մարդիկ պարզում է, որ հավաքագրվել են։ Հիմա ես ասում եմ, որ հարկավոր է լյուստրացիա անել։ Հովսեփ Խուշուդյան, ժամանակին Տիկին Նինան Կարապետյանց բոլոր հարմար առիթներով ասում են, որ լյուստրացիա Ստեփան Սաֆարյան, լյուստրացիա։ Հարկավոր է լյուստրացիա անել այս առիթով։ Այ առիթը ներկայացել է։ Ես կարծում եմ, որ կրոնական կազմակերպության ղեկավարը, տեսնում եք, ոչ անուն ազգանուն եմ ասում, ոչ էլ այն երեկար բարակ միջնադարյան տիտղոսը։ Ուրեմն կրոնական կազմակերպությունը, եթե ագենտ չի, թող դատի տա։ Դա հարմար առիթ է պաշտոնանկ անելու համար, այ դատարանը կորոշի, որ Նիկոլ Փաշինյանը զրպարտում է։ Այդ թող դատի տա։ Եթե չի տալիս, մենք ասում ենք, ուրեմն մի բան գիտի Նիկոլա։ Ուրեմն մի բան ունի, բայց այդ դեպքում ասում ենք բաց հրա։ Մենք էլ ենք ուզում իմանալ այդ քարտը կարդանք։ Մենք էլ ենք ուզում տեսնենք ինչ գործառույթի համար են հավաքագրել։ Ինչ գործ պետք է աներ։ Ընկերներին մատներ, ամուսնացած, չամուսնացած, հա, ինչ որ խախտումներ արող, թե ինչ էլ պետք է աներ, այ հետաքրքիր է։
հետախուզություն պետք է աներ։ Ինչ պետք է աներ ես Դրա մեր եմ ասում եմ բացառիկ տեսնեք, նա ինչ ուներ անելու, ինչ կարող էր անել։ Ոչինչ էլ չէր կարող անել, հիմա էլ ոչինչ էլ չի կարողանում անել։ Ոչինչ էլ չկարողացավ անել։ Խայտարակ արեց այդ կրոնական կազմակերպությունը, խայտարակ եղավ։ Իր ղեկավարներից մի քանիսը Բայց չեք տեսնում կաթողիկոսն էլ աջակիցների բանակ ունի, գնում են օդանավակայան, դիմավորում են, միասին աղոթում են, երգում են երկար կյանք մեր հայրապետին։ այո, ունի, աջակիցներ ունի։ Դրա համար ասում եմ պետք է բացեք, որ մարդիկ իմանան ում են աջակցում։ Այդ բացարեք քարտը, բացարեք, որ մարդիկ իմանան ում են աջակցում, այսինքն զինվորագրվում են, իրենք էլ են հավաքագրվում։ Մարդիկ ասում են դա հնարավոր է, որ զրպարտություն է։ Կարեկցում են կրոնական կազմակերպության ղեկավարին, կարեկցում են, ասում են զրպարտության հայհոյանքի զոհ է։ Դրա համար ասում եմ քարտը բացարեք։ Դե նա ասեք էլի Վլադիմիր Վլադիմիրիչին ասա այդ թուղթը տուր։ Տա։ Չի տա։ Ոնց տվեցին, շտազին ոնց տվեց։ Ո՞վ իհարկե տալիս են։ Պարբերաբար տալիս է Ռուսաստանը իր ագենտներին պարբերաբար։ Մենք ունենք մի քանի ծանոթներ ունենք, չէ՞։ Նախկին չեկիստներ ռուս բարձրաստիճան։ Հիմա YouTube-ը բացարեք, տեսեք։ Ինչեր են Բայց եթե ենթադրյալ ագենտն է, պետքա պաշտպանի Ռուսաստանը, ոչ թե մատնի։ Ռուսաստանը ինքն իր շահերի դեմ այդպիսի բաներ անում է։ ԿԳԲ-ի գեներալին կարելի է արտաքսել։ Պատկերացնում եք, ԿԳԲ-ի գեներալներ կան, որոնք որ գնացել են ու ինչ գիտեն։ Դա էլ հետները տարել են ու պատմում են։ Ես որ ուզում ասեմ Ռուսաստանը կտա։ Դե պատկերացրեք Ռուսաստանը տվել է արդեն Հայաստանի վերաբերյալ շատ լուրջ փաստաթղթեր, այդ Լոբանով-Ռոստովսկի եւ այլն բոլոր Լենինի, Կերենսկու Խրուշչովը դեռս Ստալինի բոլոր փաստաթղթերը հակահայկական բացարեցին, տվեցին հիմա ով չի ալարում թող գնա կարդա կա բաց են դրանք այդ բանը տպված է դուք պատկերացնում եք 21 թվականի մարտի 16-ի փաստաթուղթը տպված է ով չի ալարում կարող է կարդալ ոնց Ռուսաստանը եւ Թուրքիան օկուպացրեցին անեքսիայի ենթարկեցին հայկական պետությունը եւ լուծարեցին գրված է Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա կազմակերպվեց դեսպանատան դիմաց այս եկեղեցու թեմայով, հա, այսինքն դրսում չեն աջակցում Փաշինյանի այս գործողությունները։ Դա հենց դա էր ցույց տալիս, թե տեսեք ինչ մակարդակի աջակցություն կա։ Դա խայտարակություն էր։ Փողոցները պետք է փակվեին, կրակոցներ պետք է լինեին, հրկիզումներ։ Այո, դա հասկանում եմ, որ դա աջակցություն է։ 3 միլիոն հայ կա։ Որտեղ։ Ռուսաստանում այդ 300 հոգիներ քանի հոգի էր դա հենց դեմոնստրացիա էր իրենց լեզվով ասեմ այդ ցուցադրեցին կրոնական կազմակերպությանը որ ձեր ռեսուրսները այսքան են ձեր չափը իմացեք ես կարծում եմ որ դա հատուկ էր ընդհանրապես նախ գիտեք որ այնտեղ հատուկ զինվորական ռեժիմ է այդպիսի բաները արգելված են բայց որպեսի լուստրացիա լինի ասեցին արեք թող կրոնական կազմակերպության ղեկավարները տեսնեն ինչ մասշտաբի աջակցություն ունեն ես կարծում եմ որ դա դրական էր նվեր տվեցին ռուսները Նիկոլ Փաշինյանին ասեցին այսա այ թե հենց ռուսական իշխանություններ կազմակերպել է Չի առանց համաձայնության դեղով կարա բանան իհարկե Ռուսաստանը ես դա եմ ասում որ Ռուսաստանը դեմոնստրացիա արեց դեմոնստրировал ասես տեսեք մեզ էլ ասես տեսեք ինչ կա եթե պետք լիներ ինքը 1 միլիոն մարդ կհավաքեր Թաթարստանից կալմիկներին
ուդմուրտներին կհրավիրեր, հայկական տարածք կհագցներ եւ այնտեղ մի 100,000-անոց ցույց կլիներ։ Ինչ, մենք ինչ պետք է իմանայինք ովքեր են դրանք։ Զորքերը հետ կհաներ։ Մեր Միասնիկյանը ինչ արեց 1917-18 թվականին։ Զորքերը գերմանական ռազմաճակատից հետ բերեց, դասալքություն կազմակերպեց։ Այսօր այնտեղ կարող էր էլի մի Լավրով ասել, որ հավաքվեք։ Ինչ պարտադիր չի, հայ հոր սպերմատոզոիդի անալիզը չեն անելու, կասեն հայ, ես էլ եմ հայ։ Այդքան հայյան ազգանուններ կան։ Հիմա Լավրովը հայ է։ Ինչով է հայ։ Ինչով է հայ, ինքն ասում է հայ եմ։ Ո՞րն է Ռուսաստանի նպատակի դեպքում ցույց տալ, որ կաթողիկոսը քիչ աջակցություն։ Աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Ռուսաստանը աջակցում է այս գործում Նիկոլ Փաշինյանին։ Կաթողիկոսին հեռացնելու գործում։ Դե կհեռացնեք, իրեն հաճելի է որպես մրցակից կրոնական կազմակերպություն։ Չէ, բայց այտենց ո՞նց է ստացվում։ Մեկ ասում են Ռուսաստանի FSB-ի ագենտն է, հետո էլ ասում են Ռուսաստանին Այնպես ագենտների է հանձնել։ Ես ասում եմ, որ եթե ագենտ է, ագենտի վրա կա պարտավորություն։ Եթե ագենտը չի լինում, այդ պարտավորությունը չի կատարվում։ Լավ չի կատարում ագենտը իր պատժում են։ Բացահայտումները պատժի ձևեր են։ Բացահայտում են, լքում են իրականում, բացահայտել նշանակում է լքել։ Նիկոլ Փաշինյանը որտեղից պետք է իմանար։ 1990 թվականին ես արդեն գիտեի, որ չկա արխիվը, տարել են, չկա։ Եվ բացառված չէ, որ նա Հայաստանում չի, շատերը Հայաստանում չեն հավաքագրվել։ Մեր մոտ չի կարող նա թուղթ ունենալ։ Չկա, մեր մոտ չեն կարող ագենտներ կան, որոնք որ դրսում են հավաքագրվել։ Հիմա դա մեկ, բայց ես ասում եմ, Ռուսաստանի կրոնական կազմակերպությունը գլխավոր ռուս ուղղափառ եկեղեցին մրցակից եկեղեցի է, այն նրանք դրա դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանի սիրուն աչքերի համար են, ես որ ասում եմ օգնեց Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին նվեր տվեց, սիրուն աչքերի համար չէր, այլ մրցակից կազմակերպությանը ռուս ուղղափառ եկեղեցու մրցակցին նվաստացրեց։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին խայտարակ եղավ։ Երբ որ ասում են, որ սա նա ագենտ է ու թուղթնել ունենք, նրանք մեր եկեղեցին առողջացնելու, ուժեղացնելու համար չեն ասում դա, այլ որպես մրցակից կրոնական կազմակերպության հետևորդ, իրենք ասում են, որ այս չեն ձեր տերտերները, դա տեսեք ովքեր են ձեր համար աղոթում ասում, Աստված կլսի դրանց, բա ոնց է կարծում, Աստված չգիտի։ Այսինքն այս ամեն ինչը Ռուսաստանի գիտությամբ, թողտվությամբ է Նիկոլ Փաշինյանն անում։ Փաշինյանն է անում։ Փաշինյանը ասեց եկեք իմ դեմ ակցիա արեք։ Չէ, նկատում ես կաթողիկոսի շուրջ տեղի ունեցող։ Կաթողիկոսը ինքը շուրջ ձևավորեց, ինքը վեր կացավ, թուրը հանեց, ընկավ մեջ, քաղաքացիական պատերազմ եմ ուզում։ Իր տերտերին էլ առաջ մղեց, ասեց գնացեք տղերք։ Քաղաքացիական պատերազմ են, չէ՞ ուզում, այն երկուսը որ նստած են։ Երկուսը են, 3 են հիմա։ 4 հոգի, 4 տերտեր ունենք բանտում։ Քվորում կա էլի։ Քվորում։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասեց վեր կացեք եկեք իմ դեմ ակցիաներ արեք, եղբայրասպանության կոչ արեք։ Դե առաջերտին Նիկոլինց պետք է խփեինք, չէ՞։ Մենք։ Այդ մեր մասին լավ կարծիք չունի, այդ կրոնական կազմակերպության ղեկավարությունը շատ վատ կարծիք ունի հայ ժողովրդի մասին։ Պարոն Աշակյան, ձեզ մտահոգում է այն փաստը, որ ԱԱԾ-ն գնում եւ խնդրում է հոգեվորականներին կաթողիկոսի անունը չտալ պատարակների ընթացքում։ Մտահոգում է, որ նրանք մեղմ են։ Ես կարծում եմ, որ կրոնական կազմակերպությունում չափ է, այսինքն օրենք են խախտել։ Գնում են եւ ԱԱԾ-ն գիտեք, կարող է դա բանով է արվել։ Ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է մեր անվտանգությունը ապահովի իր ունեցած ռեսուրսներով եւ օրենքի սահմաններով։ Դե հիմա օրենքի սահմաններում է գնալ եւ ասել կաթողիկոսի անունը։ Դե ասում եմ մեղմ է, էլի։ Մեղմ է։ Դրան պետք է բերման ենթարկեին։ Ճիշտը դա էր։ Ում վրա որ կասկածում են, որ նա քաղաքացիական պատերազմի
հրահրիչ է։ Չէ, կոնկրետ մի պատարակ Ես մատուցող ես ասում եմ, գործը սկսվել է քաղաքացիական պատերազմի կոչով։ Հիմա ովքեր որ դրան աջակցում են, ազգային անվտանգության ծառայությունը կասկածյալներին պետք է բերման ենթարկի։ Դրանք կասկածվում են։ ով կաթողիկոսյանն հրաժարվում է զեղչել, նա կասկածյալ է։ Աջակցում է կաթողիկոսի գործին։ Ես այդպես եմ մտածում։ Ազգային անվտանգության ծառայությունը շատ ավելի կոշտ պետք է լինի, որովհետև եթե հոգևորականների հետ հոգևորական չէ, կրոնական կազմակերպության ծառաների հետ է հոգևորական։ կաթողիկոսի Չասեք կոշտ սուրբ, բառի, լսեք, կրոնական կազմակերպության ղեկավարություն, եթե քաղաքացիական պատերազմի կոչ է անում եւ գործողություններ է կատարում այդ նպատակով, ուրեմն կանխարգելելու համար, արգելելու համար ազգային անվտանգության ծառայությունը եւ քաղաքացիները, օրինակ ես հիմա կոչ եմ անում, ասում եմ, խիստ եղեք, ապահովեք մեր երկրի անվտանգությունը։ ինչ անի, մտրակեն, Ինչի մտրակ են։ բա ինչ անեն։ Այն 4-ի կողքը ես եղել եմ սովետական միության 20 բանտում եմ Այսինքն դուք խնդրարից Հայաստանի Հանրապետության բոլոր բանտերում եղել եմ։ Տեղ շատ կա։ Երևանի Բերդում 25 տեղանոցով 70 հոգով տեղավորվել էինք։ Հերթով էինք քնում։ Ձեզ էլ են, չէ՞, խոսքի, ձեր Հենց խոսքը։ դες մի բանի համար։ Ես էլ ընդհակառակ։ Նույն բան առաջարկում եք, որ ԱԱԾ-ն շարունակի Տեղ անել, ինչ կա։ արել են ձեր հետ։ Տեղ կա։ Հա, բայց ձեր խոսքի, Չէ, ձեր խոսքը տեսեք, սահմանափակելու ես համար ասում եմ- ձեզ տարել են, փակել են, դուք հիմա նույնը ԱԱԾ-ին Խոսքի ազատության չէ։ Ես ասում եմ, կորչի ձեր երկիրը։ Ես պատրաստ եմ ձեր երկիրը քանդելու։ Սովետական միությունը ես ասում եմ, ես պատրաստ եմ։ Ես ուզում եմ, որ քանդվի։ Ես գործի Հիմա եմ ԱԱԾ-ն մի օր էլ կգա ձեր տուն, դուռը կբացի եւ կասի հարցազրույցների ընթացքում այսինչ բանը սենց ասեք, Եթե, այո, ոչ թե եթե- ասեք Նիկոլ Փաշինյան, եթե- այլ ասեք մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյան։ Եթե- Կենթարկվեք։ Եթե ես քաղաքացիական պատերազմ եմ հրահրում, անպայման պետք է։ Կաթողիկոսի անուն տալը քաղաքացիական պատերազմ հրավիրել է թե Կաթողիկոս չէ, ոչ։ կրոնական կազմակերպության ղեկավարի։ Կրոնական կազմակերպության ղեկավարները քաղաքացիական պատերազմ են հրահրում, մեր բոլոր տղամարդիկ իմ Գերդաստանի բոլոր տղամարդիկ զինապարտ են եւ զինվորականներ կան։ Մենք բանակից չենք ծլկել։ Գնալու ենք կռվենք, չէ՞։ Երևանում ում վրա ենք կրակելու։ Ում վրա ենք կրակելու։ Չեք Իմ վրա ով է կրակելու։ Մարտի 1 են ուզում։ Մարտի 1 են ուզում։ Այ ես ասում եմ, որպեսզի մենք կանխարգելենք, թույլ չտանք, որ մարտի 1-ը հոկտեմբերի 27-ը կրկնվի մեր երկրում, ազգային անվտանգության ծառայությունը պետք է խիստ լինի, պետք է սարսափեն։ Հա, բայց ԱԱԾ-ն ինչ անում, գնում է մի հատ Գյումրիում տարեց հոգևորականի է, հոգևորական։ քահանային բռնել է, ասում եք պատարակի ընթացքում Նիկոլ Փաշինյանի մոտ կաթողիկոսի անունը զեղչի մի տուր։ Դա ազգային անվտանգության համար սպառնալիք է, որ ԱԱԾ-ը խառնվել է։ Այո, ովքեր որ աջակցում են կրոնական կազմակերպության ղեկավարին, որը որ քաղաքացիական պատերազմի հրձիկ է, ջատագով է, բոլոր աջակիցները վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար։ Դուք լեգիտիմացնում եք ԱԱԾ-ի Ոչ թե լեգիտիմացում, կոչ եմ անում խիստ լինել։ Լեգիտիմացումը ո՞նց է լեգիտիմացնում։ Ես ասում եմ, որ խիստ եղեք, կրոնական կազմակերպությունը չի կարող քաղաքացիական պատերազմ սկսել Հայաստանում։ Դրա հետևանքները մտածում եք, բա որ ստացվի։ Բա որ ստացվի։ Ու մենք սկսենք իրար գնդակահարել։ Մի անգամ եղել է 1920 թվականին, դա եղել է։ Մենք կորցրել ենք մեր երկիրը։ Կորցրել ենք Ղարսը, կորցրել ենք Ղարաբաղը, Նախիջևանը, Վանը, կորցրել ենք քաղաքացիական պատերազմի պատճառով։ Այն ժամանակ էլ հակակրոնական կազմակերպության ղեկավարներ կային, աթեիստներ։ Նրանք կոչ արեցին տապալել իշխանությունը, տապալվեց իշխանությունը, Հայաստանը կործանվեց։ Հիմա ես ասում եմ, ազգային անվտանգության ծառայությունը պետք է կոշտ լինի, քաղաքացիական պատերազմ հրահրողների հետ պետք է լինի կոշտ, եղբայրասպանություն հրահրողների հետ պետք է լինի կոշտ։ Ոնց է։ Հարմար ձևակերպեցի։ Ես գտնում եմ, որ պետք է կոշտ լինի, չի կարելի հրահրել եղբայրասպանություն։ Պատարակի տեքստը խմբագրելը այդ ձեր ասած Նորից եմ ասում, քաղաքացիական պատերազմի դեմ պայքար է թե ոչ։ նորից եմ ասում, ես
այն կազմակերպությունը, որը որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ է հրահրում, նրա դեմ ամեն ինչ կարելի է անել օրենքով սահմանված Բայց կարգով։ դա ապացուցված չի, որ նա բան անում։ Ապացուցի լուծարեն Հայաստանը նոր իմանանք ապացուցվեց, հա, արեցին։ Ես ասում եմ 1920 թվականին դա արել են։ Պարոն Արշակյան, Ռոբերտ Քոչարյանը 26 թվականի ընտրություններին մասնակցելու է եւ մեկ պլանով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու իշխանությունից, ասում է ես պլան B չունեմ, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ է ասում, կհաջողվի Ռոբերտ Քոչարյանին ընտրություններով իշխանության գալ Հայաստանում, թե ոչ։ Ես մեծ կարծիք ունեմ մեր ժողովրդի մասին, լավ կարծիք ունեմ։ Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների միջոցով չի կարող գալ իշխանության, նույնիսկ ցանկալի չի, որ նա ազատության մեջ լինի։ Այդ գավառամտությունը Հեյդար Ալիևի կուլտուրան պետք է մեր մոտ մերժվի։ Ուրեմն բայց եթե Նիկոլ Փաշինյանին հարմար է որպես թիրախ, որ մենք բոլորս ասենք, բայց ես կարծում եմ դա ճիշտ չի։ Նրան պետք է հեռացնել քաղաքականությունից, հեռացնել, արգելել։ Պարտադիր չի ազատազրկել, եթե չի կարողանում ազատազրկել, այնտեղ գործընկերները Ռուսաստանում ասում են դե բան այլի, մենք միասին ենք արել, որ դրան դե ազատազրկեցիք, ստեղ էլ մեզ կազատազրկեն նախադեպ, որպես նախադեպ Ռուսաստանում զգուշանում են։ Ասում են ձեր մոտ ինչ որ եղավ, կարող է Ռուսաստանում հայասեր մարդիկ շատ կան, հայերին հարգող մարդիկ շատ կան քաղաքականության մեջ։ Օրինակ կվերցնեն ձեզանից, մեզ էլ կազատազրկեն։ Դրա համար ես ասում եմ, եթե հնարավոր չի ազատազրկել, պարտավորություններ ունի Նիկոլ Փաշինյանը, կամ ուրիշ հարցեր կան, որոնց մենք չգիտենք։ Մոմ չենք պահել, հա, տենց են ասում, այդ բազարի ժամանակ։ Ես ասում եմ, որ նրան պետք է արգելվի քաղաքականությունով զբաղվելու որպես Ալիևյան կուլտուրայի ներկայացուցիչ։ Դա ոնց կարող է լինել։ Ես հույս ունեմ, որ նա չի մասնակցի, կլինի իսկական մրցակցային, այսինքն Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը ընտրությունները դարձնում է ոչ մրցակցային։ Կարող է լինել թափանցի, կարող է լինել ազատ, կարող է լինել ջախջախիչ, բայց մրցակցային չի։ Նրանք տարբեր կատեգորիաների, տարբեր քաշային կատեգորիայի քաղաքական գործիչներ են։ Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը շատ տարբեր են։ Չի կարելի այդպիսի մրցակից ունենալ։ Կան քաղաքական ուժեր, կան քաղաքական գործիչներ, կան լուրջ, կարելի է ձեր մոտ ասել անուն ազգանուն։ Ես ում որ կարծում եմ, որ լուրջ են։ Այբենական կարգով սկսենք Արեգ Քոչինյան, Գուրգեն Սիմոնյան, Հովսեփ Խուրշուդյան, Արման Բաբաջանյան, Տիգրան Խզմալյան, Արամ Սարգսյան։ Ու շարունակեմ։ Բերք այերով էր, չէ՞։ Բոլորը այեր, չէ՞, արեց չան։ Ես բան արեցի։ Խարդախություն արեցի։ Բայց ինչ է Քոչարյանի շանսերը քիչ գնահատում, թեր հավատեք նրա հնարավորություններին, կարողություններին։ Տեսեք, գիտեք ինչ, նախ ամենահասարակ բանը, մեր երկրին պետք է առողջ, բանիմաց եւ գործընկերների կողմից ընդունված ղեկավար։ Ռոբերտ Քոչարյանը դրանք չի ապահովում, առողջ չի, գիտեք, հայտնի բան այդ Իզմիրլյան գնում բուժվում էր ուրոլոգ մոտ։ Դա լավ բան չի, պատկերացնում եք բանակցությունների ժամանակ ինքը անդադ դուրս գա մի քանի րոպեով։ Ուրեմն առողջություն չունի։ Իր քաղաքական կենսագրությունը բացասական է։ Պարտկոմ, Ալիևի պարտկոմն է։ Հայաստանում նրա օրոք եղել է հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը։ Կա տարրական խարդախություն, գույքը չի տվել, փողը չի տվել Ռուսաստանին։ Ինքը հայտարարել է, ասել է, որ ես գույք հանձնեցի պարտքի դիմաց, բայց գույքը չտվեցի։ Այս վերջում էլ էր դա։ Դե հիմա այդ կենսագրությունը խանգարող է, գործընկերները նրա ձեռքը չեն սեղմի։ Չեն ուզենա այդպիսի մարդու հետ, որը որ խարդախ է,
որը կարող է հիմա բան պայմանավորել ու չկատարել։ Ես այդ իմ ասում, գույք պարտքի դիմացը մերոնք ասում են, որ ափսոս էր, ես ասում եմ, ափսոս էր նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսները խաբված են։ Խաբել ենք մենք ռուսներին Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ կամ ինքն է արել։ Ռոբերտ Քոչարյանը հարմար տեխնացու չի։ Որպես տեխնացու, ես որ լինեի, դա կազմակերպողը, կասեի տարեք դրան։ Փող մող ունի, թող ծախսի։ Ինչ որ պետա, ինչ որ ապօրինի հետ վերցրեք, ինչ էլ որ բանեք նվիրում եք, թող ծախսի, թող գնա որսորդության բանի։ Անդե մինչև մի առյուծ կբռնի, չի, վիրավոր առյուծ կբռնի, հարցերը կլուծի։ Հո բոլոր առյուծները չէ, որ իր ինքն է խփողը, դեն դա որսորդները խփում են, ինքը գնում նկարվում է։ Ես ասում եմ, որ նա չէ, ես ասացի մի քանիսին, չէ, ովքեր որ կարող են լինել այ Եվրաքվեի կուսակցությունները պետք է լինեն Նիկոլ Փաշինյանի մրցակիցը, ոչ թե դաշնակիցը։ Դրա համար նրանք պետք է ռեսուրսներ ունենան։ Եվրաքվեի կուսակցությունները եւ համակիրները պետք է լինեն Նիկոլ Փաշինյանի մրցակիցները։ Ռոբերտ Քոչարյանները պետք է գնան այնտեղ, որտեղ որ մեր օրենքները զրկում են քաղաքական գործունեության իրավունքից։ Դուք կարծում եք թե մրցապայքար կլինի նախկին եւ գործող իշխանությունների մեջ 26-ին, թե ոչ։ Դա տգեղ բան է։ Դա տգեղ է ուղղակի։ Երեկվա առաջ օրվա մրցակիցը, այսինքն մենք իբր այսօր շատ ենք յուրացնում, հիմա գնանք 3 առաջ օրը։ Պատկերացնում եք 3 են եւ 3 առաջ օրը անուն ազգանունով։ 3 Սերժ Սարգսյաններ, 3 առաջ օրը Ռոբերտ Քոչարյանը, չէ՞։ Նրանք են հայտ ներկայացնում։ Այսինքն մենք այսօր դժգոհ ենք Նիկոլ Փաշինյանից։ Դժգոհ ենք, ասում ենք բարեփոխումները դանդաղել են, սահմանադրություն չկա, օրենքները, ընտրությունների մասին օրենքը թույլ է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը հայտ ներկայացնի։ Ոնց կարող է։ Իրանց ձեռք է տալիս, որովհետև հեշտ է Քոչարյանի նման մրցակից ունենալ։ Իրանք խոստովանել են դա նույնիսկ։ Դա լավ բան չի, էլի, երբ որ թույլի հետ ես մրցում։ Նա մրցակից չի, ես ասում եմ, եթե այսպես շարունակվի, մրցակցային չի լինելու ընտրությունները։ Ես ասում եմ, նրանք 3 եւ 3 առաջ օրը պետք է գնան այդտեղ փաստաբաններ, բաներ ունեն, փող մող ունեն, թող մեր փաստաբաններին հարստացնեն, դա էլ է կարևոր։ Փողը փաստորեն ինչ որ ձևով հետ է գալիս, էլի, փաստաբանական լավ կադրեր կունենանք։ Ուրեմն իսկ քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանին հարմար է իր նմանի վաղվա օրվա, այսօրվա եւ վաղվա օրվա քաղաքական ընդդիմությունը։ Այ դա է, դրա ես ասեցի, Եվրաքվեն 1, Գուրգեն Սիմոնյանը 2, առանձին էլի ազգանուն որպես խորհրդանշան, Արեգ Քոչինյան։ Նա ասեք, հենց այնպես էլի, հենց որ հարցրեցիք այդքանը հիշեցի։ Եթե մի ուրիշ անգամ բան լինի, նախորդ ասեք ցուցակ կազմեմ։ Շնորհակալություն, պարոն Արշակյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։